Ձևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար ձևը կարելի է նաև այդ նույն բանը անել ծանուցելով եւ ես կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ նաեւ դրանով գյումրեցիներին, դրանով ինձ քաղաքական թիմերին ինչ որ ասելու, այսպես ասեմ, մեսիջ կար, որը իրենք փորձեցին իրանց չափով տալ։ Ընդդիմությունը շատ է, իշխանությունը շատ է անդրադառնում ձեր ստատուսին, որտեղ դուք նշել եք, որ ասողին լսողը պետք եւ նրանք ասում են մենք այդքան ձեզ զգուշացնում էին, որ այս ամեն ինչը կարող էր տեղ ունենալ։ Ինչու մեջ չվեցեք, հիմա այդ հորդորում եք ու ձեզ պետք է ուղղեիք։ Նախ միանգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, հենց որ շեշտադրված տանեն, որ այդ ասում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ գտնվող մարդուն, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն, էլ ավելի, այսպես ասեմ, ճնշել կամ ինչ-որ խնդիրներ իր համար առաջացնեմ, խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում, այն ամեն ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների, քայլերի հետ կապված մնացածի մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու բարով շագերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ, այսպես ասեմ, ընկած Մարտուն Գրիգորյանին գալիս ամբողջ Հայաստանով մեկ շտաբեցնում էին հայդարարի մի ուշացրա, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով մյուսով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմագիծների հետ եւ բոլորին այս մասին մանրամասը ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի է ասել նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի է, իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, թե չէ Վարդանը չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմրցվի։ Իմ ասածը այդ է եղել, որ տարբերակ ու պլյուս դրան բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ։ Կոնկրետ։ Այդ տարբերակը հասկացել ենք, որ պետք է այսպես այնպիսի մարդ լինել քաղաքապետ, որ այսպես թիրախում չհայտնվեր, այդ մասով խնդիրն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։ Արդյոք այս իրավիճակում, արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել եւ այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչեւ վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել ու ցավոք սրտի այդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որովհետեւ տպավորություն չլինի, թե ատորակռվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորը լավ հասկանում եք, եթե ես այդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու, այստեղից էլ, այստեղ կանգնած առաջի օրվանից հայտարարել եմ եւ մինչեւ վերջ գնացել եմ իմ խոսքի տերն եմ եղել, պահել եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում եմ, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքել էր։ Պարոն Գրիգորյանը, քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։
Այսինքն եթե ձեր թիմից կամ այլ Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետ լիներ, կարծում եք իշխանությունը նրանց վրա, այսպես ճակերտավոր ասած, մի քրեական գործ չի կարելի, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում, առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը այդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերոջը, ընկերն էլ դառել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուգասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընդրեց Վարդան Ղուգասյանին, չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյալ երկուս է ուզում, եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լիներ Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուգասյանի ընտանիքների, թիմերի միջեւ։ Ну, այս պայթերությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ, վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ՞, հստակ երևում է ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց այն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում են Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, բակավորը, պասանիկը, ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի ավելի ձեր ասած դուք կարծում եք ավարտվեց ամեն ինչ։ Այսինքն արյունահեղությամբ կներեցելի, արյունահեղությամբ փորձում են նաև քաղաքապետի աթոռը պաշտոնը վերցնել ինչ-որ։ Դե այս ամեն ինչը սկսվել է եւ գնում է նրան, որ հասնեն իրենց ուզածին, հասնեն իրենց նպատակին, դե ինչքանով կհաջողի, այդ էլ կախված է արդեն ել եմ ասում, քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից, անցած անգամ բառացիորեն, տառացիորեն զգուշացրեցի, որ ժողովուրդ ջան, ելի եմ ասում, չլինի ատորակրվի խնդիր է դրված, բայց եթե ուզում եք հավաքական ընդդիմությունը պահել իր հաղթանակը ու այդ հաղթանակը ճիշտ գեներացնել, ճիշտ օգտագործեք, ուրեմն պետք է գտնել քիչ փոցելի, քիչ պրոբլեմատիկ հարցը առաջ տանելու տարբերակը, որը ես առաջարկել եմ։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել եք, որ կանխատեսում եք կներեք հազար ներողություն, իսկ թե հիմա պիտի հագադարձեմ, որ առաջարկել էի պնդեիր առաջ տաներ, ժողովուրդ ջան, 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուգասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ եմ։ Բայց ասում եք կապի պարոն Գրիգորյան, ասում եթե ենթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կարողանաք նույն այս երկրում ժողովուրդ ջան, բոլորն է խոցելի են, հասկանալի է, բոլորն է խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք ամիսներ առաջ,
ինչ կապ ունի, թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործիչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն գյումրեցու եւ Գյումրու շահերի, դուրս տվեցիք այն քննադատություններին, որ ասում էին կներեք, բայց ասում էին մարդուն փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային, ինչու դրանց դուք դուրս տվեցիք։ Եղավ այդ փակ դռների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ երբ որ մանդատը վերցրեցի Աթուրվանյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարդուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածված։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարդուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ, չգիտեմ ինչ, այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարդուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարդուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարդուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայմանավորությամբ ժողովուրդ ջան, Մարդունը արել է իր քայլը, այս մասով, հիմա որ խնդրի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարդունը, թե Մարդուն ջան, դե որ գիտեի, որ այդպես է չանիր։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ, լավ, էլ բոլորին անվանական չգնամ, որ կարողացանք ճնշել Մարդունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայմանությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Մի քանի օր պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որ տեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգեք հայտարարան։ Բայց ես ինչի դի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ։ Շտաբելու խնդիրը չկա, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա հետ, կա տարբերակ, բայց այստեղ ժողովրդան ինձանից կախված չէ, ես ձգելով այդքան հարվածին վրան վերցնելով այդքան լրատվական այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարդունը ձեր ասածպես ամեն ինչ մտածեցին, բայց ես տուրք չեմ տվել ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարդունը այնպիսի բան անի, որ իրենք ցերտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարցակման ենթարկել Մարդուն Գրիգորյանին ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։ Պարոն Գրիգորյան, ավականիում հիմա ուժերի դասավորվածությունը այնպես է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկը փորձի ԿՊ-ին ձայն տալ, իրենք կարող են իրենց տեխնատուն առաջացնել, ճիշտ եմ հասկանում։ Դե 14-19-ներ, այս բային քաղաքապետը կալանավորված է, 14-18 է, իսկ ընդեղ մեծամասնություն ունենալու համար պետք է 17։ Բացառում եք, որ որևէ մեկը Դուք գիտեք, որ տարբեր տեսակի ճնշումներ, եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումներ սկսվել է վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները ժողովրդյան ընտրությունների հաջորդ օրվանից, երբ որ ինձանից շատ բաներ կախված, այդ օրվանից մինչև
այսօր տարատեսակ ճնշումներ, թե լրատվական, թե նմանատիպ ամբիոններից հրահրելով, պատերազմներ հրահրելով, առնահեղություն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում ու անպայման դեն արունը Գուցե դիմեք իրավապահ մարմիններին, պարոն Դե իրավապահ մարմիններին դիմելու խնդիրը որն է, ինչ իրավապահ մարմիններին դիմելը որն է, իրավապահ մարմինները այսօր իրենց գործը շատ լավ անում են, Գյումրիում այդ ամեն ինչը տեսանք, ու չաջեստավոր էլի, շատ լավ է, Գյումրիում մենք տեսանք ինչ։ Նոր է սկսվում, չէ՞, կալանավորից սկսվում է, արունահեղություն են ուզում եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով հիմա որ արունահեղությունը կանխվի, լավագույն սցենարը որը պետք է լինի, դուք